Կառավարությունը մայիսի 22-ի նիստին սահմանել է 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը։ Ըստ այդմ առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով կրճատել 2 տարվա ծառայությունը։ 1 ամսվա ծառայության դեպքում քաղաքացու վճարը կլինի 24 միլիոն դրամ, իսկ 4 ամսվա ծառայության համար 18 միլիոն դրամ։ Կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաև թե քանի հոգի կարող է օգտվել նման հնարավորությունից։ Զինվորական ծառայության առավելագույն տարիքը ըստ նախագծի 27-ից կդառնա 32 տարեկան։ Արմենիա Today նկարահանող խումբը քաղաքացիներից հարցրել է, թե կողմ են այս նախագծին։ Նաև հետաքրքրվել է, թե ինչ վտանգներ կարող է այն ունենալ։ Երկիրը քանդելու նոր տարբերակ է, այդ ո՞նց կողմ ունենա։ Դեմ եմ, որովհետև դա բանակի կազմաքանդում է։ 1-4 ամսով զինվոր չեն դառնում, հայրենիք չեն պահում։ Եվ չգիտես ինչ է, որ մեր իշխանությունները գնում են նրան, որ ցանկացած ձևով բանակը կազմալուծեն, ոչ թե կազմավորեն։ Ցավալին դա է։ Այսօր մարդիկ ովքեր հարուստ են կդնեն, բանակ չեն գնա, ինչ է եղել։ Մարդը պարտքով փող կճարի կդնի իր երեխան չգնա, որտեղ բանակը այնքան վախենալու են սարքել։ Իսկ վախենալ պետք չի։ Պետք է հայրենիք պաշտպանել, պետք է ալնել քաղաքացի տվյալ երկրի, որ հասկանա բանակն ինչ է իր հայրենիքը պաշտպանում։ Հայրենիքը միայն փող ունեցողների համար չէ, հայրենիքը բոլորի համար է։ Եթե ես փող ունեմ տալիս եմ իմ տղան, մի ամիս կամ թեկուզ ինչքան գումար է պահանջվում ազատվելու համար, որ չծառայի, եւ այն խեղճ քասիբ մարդկանց երեխեքը գնան իմ տղայի փոխարեն ծառային, դա անարդարություն է։ Դա ես համարում եմ անբարոյականություն։ Ուրեմն խաղաղ ժամանակներում հայրենիքը ստացվում է օլիգարխների երեխեքի համար, իրանց վայելքների, խրախճանքների համար, պատերազմի ժամանակ խեղճ ու կրակ քյասիբ ընտանիքների երեխեքի համար ես դեմ եմ, կատեգորիկ, յուրաքանչյուր հայ երիտասարդ պարտավոր է ծառայելու եւ դրանով իսկ զորակցի մեր հայոց բանակին։ Ընդհանրապես չեմ ուզում մեր ոչ մի օրենքի մասին խոսել։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև մենակ հարուստների երեխաներն են գնալու ազատվելու բանակից, իսկ միջինապրողների երեխաները գնալու են ծառայելու։ Գիտեմ, դա արդեն պետությունը պետք է որոշի եւ վճարողները վճարեն, չվճարեն եւ պետությունը իրան ձեռք է տալիս, թե ձեռք չի տալիս, այսինքն կարողանում է տեղավորվել դրա մեջ։ Իսկ ինչպես կանդրադառնա բանակից խուսափողների վրա։ Ես չգիտեմ, բանակից խուսափողը այսպես թե անպես խուսափում է, եթե այդ գումարը գնալու է ծառայողների եկամուտների ավելացմանը, գուցե ձեռնտու։ Այդ ծառայողները բանակում էլ այնքան շատ պիտանի չեն։ Ես դեմ եմ։ Եթե բանակը բանակ լինի, ոչ մեկն չի խուսափի ծառայությունից, պայմանները եթե լավ լինեն։ Ոչ։ Ինչու՞։ Չգիտեմ, բայց ոչ։ Չունեմ կարծիք։ Բայց համաձայն չեմ նման իրավիճակի ու կարգավորման հետ։ Բոլորովին։ Դա կզատի մեր հասարակությանը երկու մասի։ Միշտ կմնան այն ծառայողները, որ միշտ եղել են, այն զոհողները, որ միշտ եղել են։ Դա արդար չի։ Այս վիճակի են հասցրել երկիրը դրանից մի փող հավաքեն, ես կողմ չեմ։ Բանակը պետք է լինի իրոք հզոր, պրոֆեսիոնալ, որ կարողանաս հույս տնել այդ բանակի վրա։ Ով որ ունի մեծ բիզնեսներ, ով որ մեծ գումարներ, նրանց երեխաները չեն ծառայելու, բնական է, ծառայելու են չկա որը հնարավորություն չունի, նա կարող է նույնիսկ զրկել իր ընտանիքը ամեն ինչից, բայց պետք է գնա ծառայի։ Այդ վերադառնում ենք այդ ժամանակներ։ Ով փող ունի չի ծառայի, հանգիստ կքնի, իսկ մյուսները թող գնան պաշտպանեն իրանց հարստությունը։ Դա խուժանություն է։ Խուժանություն է, հիմա թող Իսրայելի օրինակը վերցնեն եւ այդ նույնը տանեն, ստիպողական։ Մինչեւ իմ տարիքը, որը ես կցանկանայի գնայի այս հայրենիքի համար ծառայի, չի դավաճանեի։ Ես 74 տարեկան եմ։ Ի վիճակի եմ գնալու իմ հայրենիքը պաշտպանելու, իմ հայրենիքը հետ բերելու համար, որոնք որ իրենք նվիրեցին։ Ով հարուստ է, այն ժամանակ էլ էր ազատվում, հիմա էլ է ազատվելու։ Իրենք էլ ոչ ոքը չի ծառայ, չգիտի ծառայություն ինչ բան է։ Վերևից սկսած մինչև ներքևը
Դրա համար էլ ձև օրինակ են բանում։ Հետո իրենց պարկեվաճառը քչացել է, այդտեղից պետք է պարկեվաճառները դրեն գրպաններ, չէ՞։ Հարուստները չեն ծառայում, սաղ մանակ աղքատները դի ծառայեն, սխալը, ահավոր։ Ինչպես կարող է Երկու ման այդ փող են մի կողմ գցում, սաղ երկրի հերն անեցում են, բանակի ամենակարևոր բանը բանակը, որ պետքա ես պահի, պաշտպանի, սարքել են ժիլետի թև։ Չի կարելի։ Սրանք ղեկավար չեն։ Սրանք պատահական մարդիկ են եկել։ Ոչ։ Անհասկանալի է, դե ինչ որ ամեն ինչ կատարվում է, մեր մոտ հիմարություն է։ Պետք է մի հատ նոր հիմարություն, էս է իմ կարծիքը։ Շատ վատ, պետքա ծառայեն։ Լավ տղե միշտ է ծառայում է, կապ չունի։ Փողը ինչ իմաստ ունի խոսքի կամպ, այդի պետք է այն թուլը կտա, որ խոսքի ծառայ, չկամ չծառայ։ Դե կնենց օրենք են անում, որ նրանց երեխեքին գումար տան ազատ են։ Ես տենց եմ կարծում։ Իրանք այդ գումարները վերցնելու են եւ չծառայեն։ Ծառայությունը դա միայն զգեստափոխվելը կամ ավտոմատ բռնելը չի, ծառայությունը դա ամեն օր է։ Այ դուք ծառայում եք, ինքը ծառայում է, նա ծառայում է։ Իսկ որ զգեստափոխվեց ավտոմատը բռնես չի նշանակում, որ ծառայում է։ Պետքա ծառայեն ոչ թե 18-ից, այլ 20-ից կամ 21-ից։ Երբ արդեն գլուխը մի քիչ ավելի շատ աշխատում, քան թե ֆիզիոլոգիական օրգանները։